Եվ բատանը հայդիչկա գատով։ Այսօրվա իմ լուկը սա է սիրելիներս։ Հալա, հակիլ եմ բոտասները, որովհետև մի քիչ պետք է քայլեմ, երեխեք, այս ինչ վազքի մեջ եմ ես։ Ինքներս մեզ ստեղծում ենք ստրես։ Գնացինք։ Միացատան եմ սենյակ և գամ։ Ես որ քայլում եմ, ոնց որ մի բաժնից մի բաժնից գնում, երեխեք։ Մամ, գնացինք վազքի մեջ։ Զմայլվեք բնությամբ երեխեք ջան։ Սիրուն աշունը շատ եմ սիրում։ Սիրուն աշունը շատ եմ սիրում։ Դու եղանակների որ ամիսն ես սիրում, մամ։ Դու որ ամիսն ես սիրում։ Պարդոն ամիսը, տարվա որ եղանակ։ Աշունը, մամ, ես աշուն եմ սիրում։ Իրար նման եք էլ, աշուն եմ շատ սիրում։ Ամեն ինչը տղան մեզ որ աշխատում ես դժվար է ծմերը շատ։ Շատ բանավանդ մեր են ժամանակները, չէ՞ որ տրանսպորտ չկա։ Ես ասորդ եմ հիշում էլի, մեր երկրի վիճակը, հանկարծ մտքով անցավ այդ աշխատանքները, չարչարանքները, նոր էինք ամուսնացել, կյանքն այնքան, գիտես, դաժան էր։ Որ թվերն էր, մամ։ 57, 58, 59, 60, 62, մինչև 65, հետո 70 թիվը նոր մի քիչ խելքի եկավ, դաժան էր, աշխատավարձը շատ ցածր էր, ամեն ինչը դժվար էր, սեբետը, գիտես ինչ կա, որ ասեն կոմունիզմն եկավ, գնաց մենք չիմացանք, չհասկացանք, չտեսանք, այդ ճիշտ էր, ամեն ինչը խանութներում կար, գնում էր այդ խանութները հետ չեմ մոռանում, կինո Ռոսիայի դիմացը մեծ գաստրոնոմ կար, սևիկ կար, հես չէ, նո անա այդ այդեղ որ հիմա վիսոտի շեկեր են սարքել, այդեղ կանգար բաներ, մի հատ ցածր խանութներ կար, եկավ ես գաստրոնոմներ կար։ Իսկ կողմ են, որ եկեղեցին են սարքել։ Չիրկես կանգար։ Մեծ շենքեր են սարքել։ Այդեղ այդ երկար շենք բաներ, շինություններ, գաստրոնոմներ էր, որ գալիս էինք տեղ առևտուր անելու, ես այդ թաղեյավում, կինո կոլխոշուկան էր, հենց այդ Ռոսիայի տեղը կոլխոշուկան էր, շուկա էր, մեծ շուկա էր։ Սև շուկան սիլաջին էր, բաններ այդ, դու ասա գումն էր, կոլխոշուկանը տեղ էր, շատ առատ շուկա էր, ամեն ինչը, դրա դիմացն է գաստրոնում էր, ամեն ինչ կար, ծգերի բաժին, մսի բաժին, սև իքրան, կարմիր իքրան, դրված 10 ռուբլի, կարմիր իքրան էր, սև իքրան էր, հավեղենը, մսեղենը, կապճոնին, աշխարհի, բայց փող չունեինք, կարանք առնենք, չենք կարան, ոնց որ հիմա է ժամանակն, մի խոսքով բանվորի վիճակը, բոլորը բանվորություն ասենք թե 70% մի մագարտագի ապրողներ են, 30-20-30%-ներ, բարձր աշխատավարձուներ, ինժեներները, դասատուները մինչև 200 ռուբլի ստանում էին։ Լուրջ է սա։ Դասատուները լավ էին վարձատրվում, հետո ինժեներներն էին լավ վարձատրվում, պոլիտեխնիկավարտածներն էին, ով ինժեներներ էին էլի, եւ այլն, դասախոսները, գիտնականները, չէ, բանվորները 60 ռուբլի ամենաշատը 70 աշխատավարձը գիտեմ, մամ։ Չոլախյանը որ վրեկներ ջղանանում էր, ասում է բանի է տանում, ինչա։ Վիկտոր Համբարձումյանի աշխատավարձ եք ստանում, բանով էլի անդա ջղայնանում, 500 ռուբլի ստանում էին։ Ամեն անգամ մոռանում եմ Սիստամ Կարինե ջան, խաթրիթ համար, այսօր գնել եմ բանջարեղեններ, պատրաստելու եմ մրգային աղցան և շամպինյոն մայրիկի համար ապուր եմ անելու, ինքը շատ է սիրում, մանգո, բայց ես նարինջ երկու հատ էի վերցրել, երկու հատ եմ, այս էլ մեր մայրիկի առևտուր, տեսնում եք, լինել անկախ, անկապ Հայաստան։ Մանջան խաղողը դել տաս։ Այ, եղավ։ Oui, s'il vous plaît, merci. Ah, d'accord, ok, merci. Արի, մամ, տիկետեր չի տար։ Մեր մոտ ոչ թե աշուն է, այլ գարուն։ Նորից էլի հանվել ենք, բարակ սարոշկաներով,
գիտեք, որ Աֆրիկայի քամին լինի, այն էլ հենա գալիս է դեր սա տիկ-տատիկ։ Իմ սիրուն մայրիկս է գալիս։ Ասում այսօր գնանք այստեղ այնտեղ, ասում մամ ջան, թող էդ էլ լինի հետո ամեն անգամ քեզ առիթ լինի։ Ես որոշել եմ իրան ամեն շաբաթը մի անգամ հանեմ դուրս, որովհետև առաջ մենք շատ շուտ էինք գալիս։ Դե բնականաբար տարիքը իր գործն անում է։ Մի շաբաթ տանելու եմ ռեստորան, մայրիկիս հրավիրում եմ ռեստորան։ Այսօր մի քիչ դեկորացիա արդեն սկսեցի գնել, ճիշտ ասած մտածում էի փոխեմ թե չէ, բայց հետո զգացի, որ երբ որ դու ինչ որ մի բան փոփոխություն ես անում, թեկուզ քո տանը դեկորացիան, անկախ քեզանից քեզ թվում է, թե դու մի հատ ուրիշ տանն ես ապրում, արձակուրդ ես գնացել։ Դրա համար սիրելիներս խորհուրդ կտամ դեկորացիաները գնեք շատ մատչելի եւ հաճախակի փոխեք։ Դեկորացիաների վրա ոչ չափսոսակ, որ թափում եք։ Ես շնորհ չեմ թափում, բայց դա ամեն դեպքում պահում եմ, որ հետո օգտագործեմ։ Այնպես որ ես որոշեցի այս տարի իմ տոնածառը արդեն 2 թե 3 տարի է իմ տոնածառը նույն գույների վրա է 3 տարի։ Այս անգամ որոշեցի փոխեմ լրիվ տան դեկորացիան, տան ույուտը։ Միասին կմնա հետաքրքիր սյուրպրիզ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ձեր սաթիկ մայրիկի, սաթիկ տատիկի ինչ ասեմ, աշխատանքը, տեսնում եք, որ մարդը չի դադարում աշխատելուց եւ հորինելուց եւ հնարելուց։ Պատրաստել է, ուրեմն Կարլայի մաման ուղարկել էր, սա խուրմա էր։ Մաման ասեց, այս խուրմեն ուտելու բան չի, սա պիտի միայն եւ միայն չիր սարքենք։ Հիմա ինքը չիր է արել։ Նայեք, տեսեք, չիր ենք ուտելու խուրմի։ Վայ, ձերքերիդ ղուրբան։ Այ ձերքերը, ուտեմ ձերքերը թմբլիկ։ Սիրելիներս, բարև ձեզ։ Բոլորիդ հետաքրքրում է Անահիտի լուկը։ Անահիտի լուկը այսօր ասա է, հագել եմ լայն այս ջինսի ստաբաթը։ Այս ջինսի ստաբաթը, երեխեք ջան, տեսեք, ցեպ չունի, գնել եմ Zalando-ից, խորհուրդ կտամ, ուղակի, ինչ ասեմ, ոնց որ հագներ այդ բան չլինի։ Գնացինք։ Доброе утро, доброе счастье, девчатинки։ Ռուսախոս եմ դարել էլի, Սերժի նման ռուսախոս եմ դարել։ Ինչ Սերժը սկսել է իր հորինած լեզվով խոսալ, ես էլ եմ ռուսերեն խոսում հետները, դա չտակոյ է։ Ոնց եք ժողովուրդ ջան, հուսով եմ որ լավ եք։ Էկրանի հետևից դավայ, մի հատ բոլորը ասում եք, լավ ենք Անահիտ ջան, ջան ու ղուրբան։ Հուսով եմ որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Անկամ եթե ունենք մի քիչ տխրություն, անկամ եթե ունենք մի քիչ խնդիրներ, մատների արանքով նայեք։ Ես այնօրվա բլոգի մեջ չեմ հիշում, որ օրվա ձեզ ասեցի, որ ձեզ ունեմ մի փոքրիկ հայտարարություն։ Հայտարարությունը վրա մի ուզում եմ ձեզ խոսել մի թեմայի շուրջ մեկի համար, որ ասեցից խնդրանք ունեմ, եթե իհարկե ուզում եք եւ ձեզ դա օգուտ է, կարող եք գրանցվել, բայց ասեմ, որ շատերի մոտ շատերը կարիք կունենան դրա։ Ուրեմն խոսքս վերաբերվում է մի կնոջ մասին, ով ես ճիշտ ասած մտա նայեցի YouTube-ով ինքը 100 աբոնե ունի, բայց ինձ թվում է կբարձրանա, որովհետև ինքը TikTok-ում 1700 ունի, Facebook-ում 18000, այսինքն ինձ թվում է շատերը տեսած կլինեք իրեն։ Ինքը հոգեբան է եւ մտեք նայեք իր Facebook-յան էջը, ինքը լրիվ գրված է, թե ինքը իր մասնագիտությունը, բայց ասեմ ձեզ սիրելիներս, բացի նրանից չեմ ուզում շատ դետալների մեջ մտնեմ, որովհետև հեսա կասեմ ինչու, բացի նրանից, որ ես իմ քույրս ասեց մի հատ նայեցի եւ ինքը շատ գեղեցիկ խոսք ունի եւ շատ ժպիտով եւ շատ հանգիստ եւ շատ արտակարգ հանգստացնող ձայն ունի եւ իր աուրան բավականին լավն է։ Ես դա զգում եմ էկրանից այդ կողմ։ Ասեմ ձեզ, որ իր անունն է Աստրիկ Մկրտչյան եւ ունի YouTube-յան ալիք, TikTok-յան, դե TikTok-ը ես այդքան չեմ մտնում, գցում եմ բաներ, բայց հիմնականում ես Instagram-ն ու եւ Instagram-յան ալիք եւ YouTube-ն եմ նայում։ Ասեմ ձեզ, որ Facebook-ն էլ ճիշտ ասած, որ քույրս ուղարկեց Facebook-ով էլ նայեցի, բայց Facebook-ից վերջերս չեմ մտնում։ Ուրեմն ես ինչու եմ դուրս եկել, եթեր ես իրեն շատ գեղեցիկ գրեցի, որ իրոք ես հպարտանում եմ, որ իր նման կանայք կան, ասեմ ձեզ բոլորիդ գիտեք, որ ես սիրում եմ լավ մարդկանց եւ սիրում եմ խելոք մարդ, խելացի, ոչ թե խելոքը, այսինքն գիտնական, այլ
խելացի եւ առաքինի կանանց ես հարգում եմ եւ ընդունում։ Հիմա ես ձեզ ասեմ, սիրելիներս, ես Աստղիկին գրեցի, որ ես ցանկանում եմ, որ քո տիպի մարդիկ շատ լինեն մեր YouTube-յան հարթակներում, կներեք զանգում էին, ես Աստղիկին ասեցի, որ ես որպեսզի ձեր ալիքը ավելի զարգանա եւ ասեմ ինչու, մարդիկ գրանցվեն ձեր ալիքին եւ միգուցե դա իրենց օգնություն կլինի, ես որոշեցի մյուս շաբաթ մեր Աստղիկի հետ կմտնենք Instagram-ով ուղիղ եթեր եւ նաեւ ինչու՞ չէ YouTube-ով։ Դուք նախորոք ես կցանկանամ, որ դուք մտնեք մի հատ իր ալիքը, նայեք իր բլոգները եւ դուք տեսնեք, թե ինքը ինչ մասնագետ է եւ միգուցե թե դուք հարցեր ունենաք Աստղիկին, որպեսզի ուղիղ եթերի ժամանակ դուք ձեր հարցերը դիմեք տակ իրեն։ Գիտեք ինչ, ժողովուրդ ջան, դուք գիտեք, որ ես ճիշտ խոսող մարդ եմ եւ ես ունեմ մի հատ պրինցիպ, որ ես ցանկանում եմ մեր առաքինի հայ կանանց շեշտում եմ, ովքեր իրոք լավ հայ կանայք են, մեկս մեկիս օգնենք եւ որպեսզի մարդիկ աշխարհի ժողովուրդը թեկուզ չի հասկանում, տեսնի, որ կան այդ տիպի լավ հայ կանայք։ Գիտեք ինչ, յուրաքանչյուր կոնտենտը դա կոնտենտ է, ես չեմ ուզում ընդհանրապես խոսեմ դրա այդ թեմայով, եթե մի մարդ ինքը որոշել է, բացել է իր ալիքը, ուրեմն այդ մարդը կարիք ունի գումար աշխատելու, թե ինքը գումար կաշխատի խենթաբար, խենթություններ անելով, պարելով, երգելով, խոհանոցով, առօրյայով, հոգեբանություն եւ այլն, դա իրենց գործն է։ Եթե դուք չեք հավանում, չեք սիրում, մի նայեք, բայց մի քննադատեք, դա իմ սկզբունքն է։ Բայց քանի որ ես կողմ եմ մեր գեղեցիկ հայ կանանց աղջիկներին, ովքեր որ իրենք իրանց երբեք չեն գովում, ովքեր իրենք ոնց են ասում, ինքնասիրահարված չեն, ովքեր իրենք թույլ են տալիս էկրանի հետևից, որ մենք իրենց գովենք, ես գովաբանում եմ եւ ասում եմ դիտեք։ Գիտեք ինչ, դուք կարող եք յուրաքանչյուր կոնտենտ ցույց տալ եւ այդ կոնտենտի մեջ ինչ որ մի գաղտնիք կա, էկրանի հետևից երևում է։ Ելեք երկինք իջեք ցա չալոն մնա զարմացած երևում է։ Ձևեր չթափեն են նրանք, ովքեր իրանց թվում է, թե իրենք ջայլամի քաղաքականությունն են վարում, ամեն ինչը վարդագույնից է տալ, էկրանի հետևից երևում է պարզ մարդը, ջինկյարով մարդը, չխկուդղկով անողը, ծիծաղողը, անգամ կան մի քանի խենթատիպի մարդիկ, ովքեր որ խենթություն են անում, դու գիտես, որ ինքը իրոք խենթ է, երևում է, այն մյուսը գիտես, որ ուղղակի ինքը դերասանություն է անում, որպեսզի մարդիկ իրեն նայեն։ Իսկ ինչու ցույց չտաք իսկական ձեր դեմքը, եթե դուք ոնց կաք։ Ես ասեմ դες մի քանի անգամ տեսել եմ այդպես բաներ, որ մարդը մեկը մեկին ընկերներով ուղարկում են իրար, որ ասեք ծիծաղալու ինչ որ բաներ, նայել եմ ասել ինչ մեղ կա, ինքը այդ տիպի մարդ է, ինքը իրոք մտավոր ինչ որ հետամնացություն ունի։ Այն մեկը, այն պարզ մարդ է, այլ ասել մեր լենագանցիներին սայլուգ է, այն մեկը սայլուգ է, այն մեկը ձևացնում է, որ սայլուգ է։ Հասկանում եք ինչ եմ ասում, դրա համար, սիրելիներս, եղեք պարզ, երկար չի տևում ալիքը, դուք այսօր ունեք մի միլիոններ, բայց նայում ես ըստ միլիոնի ձեզ դիտում են խոսքի 100,000, այդ նույն բանն է, որ ես ունեմ 10,000, ինձ նայեն 800 հոգի, հասկանում եք, այսօր մենք 10,000 ունենք, 10,000 չենք հասել, երևի ստվա չենք էլ հասնի, 9,000 ունենք, 9,000-ից ինձ նայում է 3,000-ը պարտադիր, 3,500, 4,000, 5,000, դա արդեն ըստ մարդկանց զբաղվածության եւ մնացածը կան շատերը Ռուսաստանից ինձ անգամ Facebook-ով, Instagram-ով գրում են Անայի ջան, ինչ կլինի, Telegram-ը այնջա տեղով, բայց ես չգիտեմ, երեխեք չեմ ուզում բացեմ, ես այլ եմ ասում, իմ մոտ կոմերցիալ բնույթ չի, ես ուղղակի բացել եմ, որպեսզի շփվեմ իմ հայազգի հետ, այդքանը, մի հատ խնդրում եմ նայեք, մի հատ էս բնությունը նայեք, էլի, ինչպես կարելի է չսիրել աշուն, նայեք, հետո կշարունակեմ ժողովուրդ ջան, ես ուղղակի զմայլվում եմ ամեն վայրկյան, ամեն րոպեն։ Ահա։ Թերապիա։ Ձրի։ Պետք չի գնաք հոգեբանների մոտ։ Եվ դրա համար սիրելիներս ես դուրս եկա, որպեսզի ձեզ ասեմ,
մենք պետք է դուրս գանք եթեր, ես եմ առաջարկել Աստղիկին եւ ինքը համաձայնվեց, ասեց շատ շնորհակալ կլինեմ Անայի ջան, մենք միասին դուրս գանք եթեր, որպեսզի իմ աուդիտորիան ճանաչի մի կնոջ, ում խոսքը բավականին օգտակար է եւ օգտավետ։ Այսպիսի բաներ սիրելիներս, մնացածը ձեր վրա կան մարդիկ կհավանեն կամ չեն հավանի, ես անձամբ նայում եմ այդ կնոջը եւ ամեն անգամ փոքրիկ, գիտեք, բոլորս է գիտենք հոգեբանություն, անցել ենք ինստիտուտում հոգեբանություն, հարցը հոգեբան լինելը չի կամ չլինելը։ Հարցը, որ մարդու այդ ձայնի հանգստությունը, մարդու բացատրելը, մատուցելը, ինչպես է ինքը մատուցում, ինչպես է ինքը այն ձևով է ինքը խոսում, ամբողջությամբ հասանելի է լինում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Բանի մեջ են, սերիալ մեջ, հասկանում եք ջիգեր դուտեմ։ Այդպիսի բաներ դե լավ ժողովուրդ ջան, անջատը կենտրոնանամ մի հատ զանգեմ այդ աղջկան, ասեմ որ գալիս եմ։ Այն օրն ենքան եմ ծիծաղացել ժողովուրդը, ով էր չեմ հիշում, Սվետլանան էր, մեկ էլ մեր Աննան կարծեմ Հարությունյան։ Գրել էր Անա, այդ արագ ես վարում, վախենում ենք շուշտես կտրում։ Երեխեք մի վախեցեք, այտենց ուղղակի այդ տպավորությունն է մեքենայի մեջից, արագ չեմ վարում, չէ, շատ նորմալ 70, 100, նայած որը որտեղ է, տեսնում եք մեր պավարոտները, ոլոր ճանապարհները, Դիլիջանը ինչ է սրա դեմը, ոչ մի բան, այս կողմը սենց ոլոր է, այն կողմը որ գնում եմ, ոլոր չի։ Եկա իմ գործերով ճանապարհի կեսին հիշեցի, որ ես կարևոր բան, որ պետք է ուղարկեմ, թողել եմ տունը։ Եվ հետո տեսա, որ բենզին չունեմ, որտեղ երեք գնացինք մենք ռեստորան, իմ ամուսինն ինձ ասեց նորից մեքենայի մեջ բենզին չկա, այս անգամ ռուսերեն չջղայնացավ, այս անգամ ֆրանսերեն, ես էլ իրեն ասեցի, սիրելիս 90 կիլոմետր դեռ կա մեքենայի մեջ, ինքը չի սիրում, որ 90 կիլոմետրն իր համար արդեն աշխարհի վերջն է, բայց դե մեքենան ես եմ հիմնականում վարում, բնականաբար ես պետք է ուշադրություն դարձնեմ, բայց տարօրինակ այս անգամ այնքան շուտ ավարտվեց մեջը, ես այն օրն էի լցրեք աղաֆողից։ Հետո եկա այդ մեր մոտ լցրեցի, մի պոլնի ասեցի լցրա, էտա, ու հիմա եկա պոչտա, հիմա նոր ժամը 3:27 րոպե, ես դեռ ոչինչ չեմ արել։ Ահա եւ մեր քաղաքը, որոշեցի մեքենան կանգնացնեմ մի քիչ հեռու, ժողովուրդ ջան, որպեսզի ոտքով քայլեմ։ Ինչքան կարելի է մեքենայով իջնել ու ելնել։ Մոռացել ենք արդեն քայլելը։ Տեսեք ինչ գեղեցիկ է շատ, այս տարածքը, բայց պրոբլեմը նա է, որ չեմ հիշում մեքենան որտեղ եմ կանգնացրել։ Հիմա ոտքով պետք է գնամ, մի հատ խմորեղեն պետք է գնեմ, այսօր հրավիրված ենք երեկոյան, 3 ռեստորան, այսօր հրավիրված, ձեր Անահիտը դարել է գնդլիկ բոքոնիկը։ Սիրելիներս, ահա, հիմա մի հատ մեքենան բացեմ, չեկը դնեմ մեջը, ուրեմն Ֆրանսիայում, ովքեր չգիտեն, այսպես չեկա, որ մարդիկ մուծում են վճարումները կատարում են չեկերով, եւ հետո մենք դա գցում ենք բանկ, կամ քարտով, կամ չեկով, չեկը դեռ պահպանված է Ֆրանսիայում, ասում են ինչ որ ուզում են հանեն, բայց չեմ կարծում։ Երբ որ բացում ես բանկային հաշիվ, բանկային հաշվի հետ միասին քեզ տալիս են քարտ եւ չեք։ Եվ այդ քարտերն ու չեկերը, սիրելիներս, չեկը մոտավորապես մի 30 անգամվա համար է, հետո որ արդեն բանկում իրանք տեսնում են, որ դու վերջանում է չեկդ, ես նայում եմ ոնց գնամ եկեղեցու զանգերի կողմով, երբ որ տեսնում են, որ արդեն չեկը վերջանում է, այդ ժամանակ բան են անում, ինչա, նորից ուղարկում են, չեկի վրա գրում ես, վերևի մասը տեղ կա, թե ում անունով ես տալիս դու չեկը, գրում ես անուն, ազգանունը, ինչքան է գումարը եւ նայեք ինչ հաճելի է։ Եվ հետո ստորագրում ես օրը գրում ես եւ որ քաղաքում ես չեկը գրել։ Տալիս ես տվյալ մարդուն, այդ տվյալ մարդը ինքը տանում է իր բանկ։ Բայց պետք է զգուշ մնաք, որ այդ չեկերը երբեմն տալիս են, բայց հաշվի վրա փող չկա։ Հետո բանկը քեզ հետ է ուղարկում, ասում է դրա վրա ոչ մի կոպեկ փող չկա։ Բայց քանի որ ես իմ կլիենտներին ճանաչում եմ, իրանցից վերցնում եմ չեք։
Ինձ թվում է օր գնա նվագում։ Մի հատ մտնենք եկեղեցի, երեխեք ջան, եկել ենք։ Եկա եկեղեցի եւ ամենակարևորը սիրելիներս մոմը որտեղ է։ Մոմ մի հատ վառենք։ Մոմ վառենք ժողովուրդ ջան, մեր հայ ազգի համար, շատ գեղեցիկ եկեղեցի է, ասեմ ձեզ։ Վաղուց եկեղեցի չէինք եկել երեխեք ջան։ Ես մոմը վառում եմ բոլոր նրանց համար, ովքեր պրոբլեմներ ունեն առողջական, ով Աստված պահապանն է բոլորին։ Գնացինք ժողովուրդ ջան։ Չմոռանանք ինչի համար ենք եկել էլի։ Երեխեք ջան լույսը անջատեցին, ասեցին Անահիտ 1-2 քայլով մարշ դեպի դուրս։ Այ ասացին։ Հասկացնել տվեցին, որ գնա էր արդեն վերջ։ Հիմա գնանք տեսնենք որտեղից ենք խմորեղեն գնում։ Հա, այս փողոցով պիտի գնամ, Աստվածին, այս դիքը ես որ բարձրացա, վերջ, ոդկս վարիշ։ Ինչ իդեա ունեցա, չէ, որ գամ այստեղ ես, տեսնեմ ստեղ խմորեղեն չկա, լավն է, չէ, ստեղ հրապարակ ես բան, արկադը։ Տեսեք ինչ գեղեցիկ քաղաք է։ Երեխեք ես էլի եմ նկարել այստեղ, ուրեմն ասեմ ձեզ, որ պայուսակների խանութը ինչ արժի, ուրեմն մի 15 տարի առաջ այս խանութում նույն գներն էին, ու հիմա էլի նույն գներն է 139 եվրո։ Այսօր 139 եվրոն փող չի, բայց այն ժամանակ 139 եվրոյով, այսինքն մոտ 800 ֆրանկով, ինչ ասեմ, մի ամիս ապրում է իր քո ուտելու փողը, էլի։ Bonjour։ Թրույթը, ես ինչ բջուր թրույթներ են, իշխաններ են։ Գիտեք ինչ, երևի մի քանի հատ առնեմ, մաման շատ է սիրում։ Թրույթ, դողատ։ Ընկերուհիս ասեց դուրս ես գալիս այստեղից, թեքվում ես ծախ, այս խանութից գալիս թելեր էին գնում, մեր Ռուզանը, որ առաջին անգամ եկան իրանք նոր էին եկել Ֆրանսիա, այս տունը վարձեցի, ինքան մեծ տուն էր։ Ահա եւ ավարտվեց իմ վլոգը, այսօր ամբողջ վլոգը եղավ դրսում մեքենայի մեջ, տեսակ մեր փոքրիկ քաղաքը, հիմա ես շտապում եմ գնել խմորեղեն եւ 1 ժամից պետք է դուրս գանք։ Սիրելիներս, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ գեղեցիկ օր եւ ամենակարևորը առողջություն։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ձեր Անահիտը ձեզ ասում է՝ «Պակա, պակա»։